Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Ես ինչպես ձեզ խոստացա իմ Facebook-յան լայվում, այսօր ուզում եմ YouTube-ում լայվ անել, անցած անգամ տեղ չունեի, լայվը կիսատ բռած ստացվեց, բայց հիմա տեղ ունեմ արդեն ու հուսով եմ, որ առանց ընդհատվելու կարող եմ։ Ուրեմն ժողովուրդ ջան, նայում էի Սալավյովի շոուն «Вечер» с Վլադիմիրом Սալավյովում էդ։ Ու հանգարց, երբ որ վերջացավ այդ շոուն, ավարտվեց ավելի ճիշտ, ուզում էի անջատեի ու հանգարց աչքովս ընկավ մի ուրիշ բան եկավ, հենց նույն կանալով, նույն ալիքով, ինչ-որ Պուտինի նկարներ, ես մտածեցի երևի ուղերձա Ուկրաինային կամ սեփական ժողովրդին հետաքրքրեց, միացրեցի ու ինչ պարզվեց, ուրեմն հայտնաբերել են ամբողջ գողոնը, որը տեղի է ունեցել, ճիշտն ասած, իմ կարծիքով ժուրնալիստ էր խոսողը, այդ մեկնաբանը, ժուրնալիստ էր։ Ու հետաքրքիրը գիտեք որն էր, որ հենց այդ նույն ալիքով գնաց այս հաղորդումը։ Ուրեմն տրիլիոն են գողացել և գողացողը պաշտպանության նախարարությունն է։ Հայտնաբերել են սրանց ամբողջ ունեցվածքը, օֆշորներում պահվող գումարները, գնացել է փողերի լվացում, մեծ քանակով, ուրեմն 200 միլիարդ գողացել են այս վերջին մի տարվա մեջ, ու այդ թալանին մասնակցել են Բելաուսովը ու այս վերջին ու շտաբի պետը Գերասիմովը ու Բելաուսովը, այդ երկուսի հիմնական այդ երկուսի միջոցով է տեղի ունեցել թալանը ու գիտությամբ։ Դեռ Շոյգուի ժամանակ 15 կետեր են ստեղծվել, թե 17 ամբողջ Ռուսաստանի, այդ ուբորնի երկրի տարածքում, որպեսզի զբաղվեն օրգանիզացիաներ մեծ, որոնք պիտի զբաղվեին զոհված մարտիկների, վիրավորների, պատերազմում տուժվածների հարցերով։ Այդ 15-ից թե 17-ից միայն 7-ն է իրան արդարացրել, մնացածը զբաղվել են թալանով, ժողովուրդ ջան։ Ու թալանը սենց է տեղի ունեցել։ Ուրեմն շատերին եկել է SMS, որ գումարը փոխանցված է ամբողջությամբ զոհվածի ընտանիքի, բայց հաշվի համարի վրա 0 կոպեկ։ Մյուսներին ընդհանրապես ոչինչ չեն տվել, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են այդ գումարը փոխանցել ընտանիքներին։ Դուք պատկերացնում եք, ժողովուրդ, ու տարբեր խողովակներով այդ գումարները լվացվել են օֆշորներում, այդ դարձել է գույք, թանկարժեք մեքենաներ, նվերներ իրենց բալիկներին, ուրեմն քանի որ բողոքները շատ են եղել, այդ զոհված կանանցից մի քանիսը համարձակություն են ունեցել իրենց պրոբլեմի մասին
տեղեկություններ տալ սոցկանալներում, YouTube-ում, TikTok-ում, չգիտեմ, Telegram կանալում մինչև փակվել է, տարբեր տեղեր։ Դա գրավել է ժուրնալիստների ուշադրությունը ու մի խումբ ժուրնալիստներ անցել են գործի։ Քանի որ ժուրնալիստ պահպանվել է այդ տարածքները, որտեղ գտնվել են դրանց այդ ճոխ առանձնատները, միլիարդներ արժեցող, միլիոններ արժեցող ճոխ առանձնատները, պահպանվել են իբր հատուկ պահպանության օբյեկտներ, մեծ թվով այդ ախրանայի, չգիտեմ հայերեն միտքս չի գալիս այդ բառը, ախրանայի միջոցով ժուրնալիստներին ներս չեն թողել ու ով ուզումա լինի ընդհանրապես չեն կարողացել մուտք գործել բացի տերերից։ Ստիպված են եղել է ժուրնալիստները նկարահանել վերևից դրոններով, որի ու երբ որ այդ տարածքը պահպանողները զանգել են վերևներ, թե ինչ անենք, դրոններով նկարում են, ընդեղից հրաման ա եկել, խփեք այդ դրոնները, գցեք։ Տեսել են, որ այդ ձևով էլ այս ժուրնալիստները, որ հասկացել են, որ քիչ իրանց ուզած չափով տվյալներ չեն կարողանալու ձեռք բերել, արդեն անցել են վերևից նկարելու, որովհետև Սպուտնիկը ցույց ա տվել ամբողջը ու այդ Սպուտնիկի նկարների հիման վրա ու այդ կանանցից շատերը արդեն համարձակություն են ձեռք բերել ընտանիքները այդ զոհվածների ու տարբեր սոց ալիքներով սկսել են բարձրաձայնել իրենց պրոբլեմները, հասել է այնտեղը, որ այդ ամենը փոխանցվել է քննչական կոմիտե։ Հիմա քննչական կոմիտեն է զբաղվում դրանով, թե այդ ապացույցները ներկայացված են ու շարունակում են գնալ այդ գողացածի հետքերով ու տեսնեն, թե ինչ կորոշեն գլխավոր գողերի հանդեպ, քանի որ անմիջական նրանց մասնակցությունը դժվար ապացուցելի է, նրանք ըստ երևույթին կբավարարվեն դրանց հեռացնելով, թոշակի ուղարկելով, հեռացնելով ու դրանց փոխարինելու կգան ուրիշները, բայց չեմ կարծում, թե ինչ-որ մի բան կփոխվի, երբ որ մի գողին փոխարինեն մեկ ուրիշ գողով, որովհետև այդ երկրում, ինչի համար եմ ես միշտ ասում ուբորնի երկիրը, երբեք արդարություն չի եղել, չի էլ լինելու, կարող է ինչ-որ մի կարճ ժամանակ ուղղակի մարդկանց աչքերը փակելու համար մի որոշ ընտանիքների բերանը փակեն, նրանից հետո արդեն կմշակեն մեկ ուրիշ ծրագիր գողանալու ու թալանելու։ Պատերազմի պայմաններում, ժողովուրդ ջան, դուք պատկերացրեք սրանց անբարոյականության աստիճանը, պատերազմի պայմաններում գողացել են այն, ինչը որ պատկանում էր այդ պատերազմում զոհված մարդկանց, մարդիկ չեն իհարկե, որտեղ փողի դիմաց են գնում զոհվում, ես դրանց էլ մարդ չեմ համարում, բայց ամեն դեպքում հարցը հիմա դա չի, հարցը այն է, որ պետությունը տրամադրել է, բայց այդ տրամադրածը տեղ չի հասել, գնացել է մասնավոր մարդկանց գրպանները ու դարձել են առանձնատներ, թանկարժեք մեքենաներ, ոսկե ունիտազներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ ջան, նույն բանը, նույն ձևով, նույն սխեմայով կատարվել էր մեր երկրում Հայաստանում,
նույն սխեմայով գնացել էր այդ գումարները, որը պիտի ծախսվեր բանակի վրա, գնացել էր անհատ մարդկանց կանացի օրգաններն էր մտել, բացի դա դարձել էին էլի առանձնատներ, թանկարժեք մեքենաներ և սենց շարունակ ու հիմա կարողանում են ազգային ժողովում քոր, թոփալ, քաչալ, դեֆեկտավոր, քոսոտ, Սեյրան Օհանյան, Ռուզիկի տրուսիկը, որ ընդամենը հանդիսանում է դոկտոր Ռուզիկի տրուսիկը, կարողանում է բերանը բացել ու ասել մենք ունեինք հզոր բանակ, որը Նիկոլ Փաշինյանը եկավ ու քանդեց, հզոր բանակի ծախսերը Սեյրան Օհանյան քոսոտ շուն գնացել է քո կանոջ կանաց սեռական օրգանների մեջ ես պահկվածրել մի մասն էլ դարձել է պալատներ, որը չգիտես ինչի պատկանում են ինչ-որ ֆրանսիացիների ու դեռ ուզում եք, պնդում եք լկտիաբար երեսների պադոշ հագցրած պնդում եք, որ մեր բանակը հզոր է եղել, ինչով էր հզոր, չկահավորված խրամատներով, կանսերվայի բանկաներով, չկրակող զենքերով, չկրակող փամփուշտներով, չգործող այդ PVO-ով, որ մեկով էր հզոր մեր բանակը, բարոյալքված սոված զինվերներով, այդ չատլախներ ու բացի սրանից այս անբարոյական լսի Սեյրան Օհանյան մի լավ խորհուրդ տամ քեզ որ սրանից դու կգաս ազգային ժողով Ռուզիկի տրուսիկը հագցրու գլխիդ որովհետև ամբողջ Հայաստանը գիտի թե դու ով ես եղել ու ինչ ես արել այդ բանակի գլխին ու ոչ մենակ դու բոլոր նրանք ովքեր քանդել են բանակը, քայքայել են, գողացել են, բենզինն են ծախել, սայլարկան են ծախել, զինվորների հացն են գողացել, զինվորներին սոված են պահել ու դեռ այդքանից հետո ծուր բերան Բոզ Հասմիկի, Դաշտեսանի Բոզ Հասմիկի ծնունդը, որ ամբողջ Դաշտեսանի պաշտոնյաները անցել են վրայով, դեռ իրան բերանը ծռած, ասուլիս ատալիս ու իրան իրավունք վերապահում ասելու, որ մենք հզոր բանակ ենք ունեցել, Ալեն Սիմոնյանի ասացները դոգմա չի ու դեռ ապացուցման կարիք ազգում մենակ Ալեն Սիմոնյանն է ասում բոլորն են ասում ում երեխաները ծառայել են այդ տարիներին ամբողջ մի ժողովուրդ սուտ է խոսում մի չատլախ բոզի ծնունդ չատլախ արդարանում է ու ճիշտն է ասում էտա ձեր լոգիկան այդ դուրս ընկածի ծնունդներ ու այդքանից հետո հույս ունեն թե իրանք իշխանության են գալու ու այնքան է հերիքում ես չատլախ ծուրբերանի լկտիությունը որ դեռ կարողանում է ասի մեր ապագան կապված է Ռուսաստանի հետ այ ԲՀԲ Բոզ Հասմիկի բիչ ականջներդ բաց աչքերդ էլ բաց այ քոփակ շուն այ մաշված տրյապկա
ականջներդ ու աչքերդ բաց, տես թե ինչ են ասում Ռուսաստանից ու ուր եք քաշ տալիս Հայաստանը, ուզում ես գնաս, հավաքի չատլախ ընտանիքդ ու գնա այդ քո ուզած Ռուսաստանը, Հայաստանի հետ գործ չունես։ Նույնն էլ վերաբերվում է այն ոչլոտների ընտանիքին, Սամվել Կարապետյան ոչլոտ Տաշիրցուն ու իրա թայֆային ու իրա ընտանիքին, իդեպ որի հետ միություն ես կազմել դու ԱՅԲՀԲ։ Հələ ասում է, դե հələ չգիտեմ կոալիցիա ենք, թե կոալիցիա չենք։ Չնայած դրա մեջ ճշմարտության հատիկ կա, որովհետև այն քո ասուլիսը հենց դրան էր վերաբերվում, որ նրանց իշացնում էիր, որ ես ստեղ եմ իմ մասին, մի մոռացեք, իշխանությունը վերցնելու եք, փոխանցեք ինձ, բայց առհակ կստանաս, թե իշխանություն կստանաս։ Ու այդ առհան հենց Սամվել Կարապետյայի տղայի արածներ, այդ առհան քեզ, որովհետև նրանք հասկացել են, դու ում հետ ես պայմանավորվել, երբ ես պայմանավորվել, ինչի համար կոմպրոմատներ դրեցին իրանց առաջ ուղարկեցին Հայաստան, շատ լավ հասկացել են, նենց որ տեղդ փորի ասել եմ, որ քեզ այդ տեղում սատկելուց հետո, որը շատ շուտ է լինելու, չես էլ պատկերացրի, թե ինչքան շուտ, որ հայ ժողովուրդը քո գերեզմանը դարձնի համահայկական զուգարան, իսկ այննի նարկաման կակաիստ չատլախը միացել է Գագիկ Ծառուկյանի հետ, բնականաբար մորաքույր Վանեցյանը իմ կարծիքով սրանց հետ է, ու սրանք պայքարելու են մեր իշխանության դեմ, միաժամանակ պայքարելու են իրար դեմ շակալները, բայց ոչ մեկդ էլ չեք հասնելու, տեղ չեք հասնելու, ժողովուրդ ջան, լավ իմացեք, սրանք ձեր ապագայի, ձեր երեխաների ապագայի գողերն